Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր ապրիլի 23-ին տեղի ունեցավ փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ Այս ցուցադրությունը ներկայացնում է ժամանակի մի պատուհան, որտեղ մարդը որպես վկա փորձել է կանգնեցնել լռությունը։ Փաստագրելով հանցագործությունը խորագրի ներքո ներկայացված են տարբեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր եղել են Հայոց ցեղասպանության ականատեսը եւ իրենց տեսածով են վավերագրել կատարվածը։ Նրանք տարբեր ազգի ներկայացուցիչներ էին, որոնց միավորում են մարդկայնությունն ու արդարության պահանջը։ Այս ցուցադրությունը լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ այս ցուցադրությունը տարվա գլխավոր միջոցառումներից մեկն է համարվում։ Այն կրում է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագիրը եւ նպատակն է ներկայացնել աշխարհի արձագանքը Հայոց ցեղասպանությանը, ինչպես պետությունների, կառավարությունների, այնպես էլ առանձին անհատների մակարդակով, ինչպես նաև ցույց տալ եւ փաստել այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը ամենափաստագրված հանցագործություններից մեկն է մարդկության դեմ մինչ օրս իրագործված վճիռների շարքում։ Թանգարանում ներկայացված են 7 տասնյակից ավելի վավերագրողներ, նրանց հուշագրությունները, փաստավավերագրական նյութեր, ուղիղ մեջբերումներ, նրանց պատկանող տարբեր առարկաներ, նկարներ եւ բացառիկ ֆիլմեր։ Այս ուրեմն ականատեսները, այսինքն նաև պատմում են իրենց տեսած եւ ապրած սարսափների մասին, խոսում են հենց իրենք ականատես վավերագրողները եւ նրանք դիվանագետներ էին, զինվորական ծառայողներ էին, միսիոներներ էին, ճանապարհորդներ էին, պատերազմի բերումով Օսմանյան գերության մեջ հայտնված ռազմագերիներ էին եւ այլ անձինք, ովքեր տարբեր հանգամանքների բերումով առաջին աշխարհամարտի սկզբին հայտնվել էին Օսմանյան կայսրությունում եւ անկախ իրենց կամքից ականատես դարձան մի ամբողջ ազգի բնաջնջմանը, այսինքն դարձան վկաներ այդ բնաջնջման։ Ցուցադրությանը ներկա էին նաեւ մարդիկ, որոնց ծնողները, տատիկ-պապիկները եղել են որբերի շարքերում։ Ականատես վավերագրողների աշխարհագրությունը բավականին լայն է։ Այն ներառում է մի քանի տասնյակ ուրեմն երկրներ ամբողջ աշխարհից, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Սիրիայից, Պարսկաստանից, ես թվարկում եմ պետությունների ժամանակակից անվանումները, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր պետությունները, եւ այս նաև թվարկումը այն բանի համար եմ անում, որպեսզի արձանագրեմ եւ եւս մեկ անգամ փաստենք, որ աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործություններին։ Ներկայացված են նաև մեջբերումներ թուրք ականատեսներից։ Թուրք պետական գործիչ Մեհմեդ Ջելալբեյը, որ սկզբում Հալեպի, ապա Կոնյայի նահանգապետներ, Վաքիթ թերթում հրապարակված իր հոդվածում նշում է, որ չկարողանալով կանխել հայերի տեղահանության ընթացքում նրանց նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքը հրաժարվել է պաշտոնից։ Հատկանշական է, որ Օսմանյան կայսրությունն առաջինն էր, որ վավերացրեց ու ճանաչեց հայերի դեմ իրագործված ոճիրները դատական գործընթացների միջոցով։ Գերմանացի սանիտարական կորպուսի լեյտենանտ Արմին Բեկները, ով 1915 թվականին շրջում էր հայերի համակերպոնացման ճամբարներում, գրում է. Թվում էր, թե ճակատագրի ձեռքով անապատի եզրին հավաքվել էին այս աշխարհի բոլոր սարսափները, մեկ անգամ եւս ցույց տալու, թե ինչ է մեզ սպասում։ Սարսափը ճնշեց ինձ այն աստիճան, որ սրտիս խելագար զարկերով փախա ճամբարից, թեև քայլում էի հատ հողի վրա, զգում էի գլխապտույտ, ասես գետինը պատրաստվում էր բացվել, դառնալով խորը անդուն։ Նաև լուսանկարները տարավ աշխարհի տարբեր երկրներ, աշխարհին նախազգուշացնելու համար, եւ երբեք չդադարեց խոսել։ Վեգները շարունակում է խոսել մինչև այսօր։ Դիզայնի առումով դիմել են հետաքրքիր լուծման։ Մարդու աչքը եղավ այն գաղափարը, որը կառուցեց դիզայնի կոնցեպտ, քանզի մարդու աչքը հոգու հայելին է։ Ցուցադրությունը իրականացնելիս համագործակցեցինք Futurist Architect ընկերության հետ, որոնք իրենց հետաքրքիր լուծումները առաջարկեցին եւ ուրեմն փորձեցինք իրականացնել։ Այստեղ ուրեմն կենտրոնում ներկայացրել ենք գլոբուսը, հա, մետաղական գլոբուսը եւ ուրեմն ժամանակի մամուլի առաջին էջեր են նրանից կախված, այստեղ փորձել ենք ինստալյացիա անել նաեւ ցուցադրելու համար աշխարհի արձագանքը Հայոց ցեղասպանությանը եւ նաեւ ականատեսի այն աչքը, որը փորձել ենք նաեւ այս առումով
չգիտեմ ինչքանով է ստացվել, թող հանդիսատեսը կդատի կենտրոնական որպես նաև կոմպոնենտ ցուցադրության մեջ։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Renews Armenia։